տեսեք, առանց բիտումի նորմալ տարածումով, առանց փոշի զրկման ասֆալտ են փռում, հեսա հողի վրա, ասենց բիտումը ասենց բերել լցել են, այսինքն սա քաշի նորմերի խախտում է, նման ասֆալտը երկար չի ծառայի, հեսա փոշու վրա, հողու վրա, առանց փոշի զրկման ասֆալտ են անում, հեսա տղեկ, մի հատ հարց, հիմա այս ասֆալտը խեք առանց բիտումի ու հողի վրա փռում։ Տղեկ, ստեի պատասխանատուն ով է։ Հովն ստեի է։ Հովն դու ես ընկել։ Հովանես ջան, ինձ կարաս ասես, խեք աշխատանքներ իրականացնում առանց փոշի զրկման, մենա հողի վրա ու առանց նորմալ բիտումի տարածումի։ Փոշի զրկված է, պրոստը այսօր են կտրել, մենք որ լցում ենք, մենք որ լցում ենք, այսօր են կտրել։ Հա, բայց հիմա հենա, փոշի զրկվածը ոնց է փոշի զրկված։ Էսի ավազ է, էսի։ Որ լցած են, որ չենք իմացել։ Հա, բայց մնացած տեղերը հա, բայց հիմա ասես ասֆալտ պիտի չանեի, չէ։ Որ իմ ասենք եթում ենք, դրա համար ասենք աշխատել նպատակով ապա նոր ենք դրեցի։ Հա, բայց չեք տեսնում ինչի վրա եք լցում։ Այսինքն ակնհայտ է, եթե ես հիմա չնկարե, սենց ասֆալտը փռելու է։ Իսկ բիտումը, բա բիտումը ուր է։ Չէ, նորմերով ամբողջ հատակը պիտի բիտում ապատելներ, այլ ոչ թե սենց գծերով։ Լևշին ընկերությունն է այսել։ Հա։ Բախի բիտում առաջ չի։ Պարոն Գեջան։ Չէ, չայնիկով չի, ընկեր ջան։ Պիտի ամբողջովին տակը փոշի զրկված լինի, 1/2 մետրին նախատեսված է ամբողջ 6 լիտր բիտում ու ամբողջ հատակը պիտի բիտումապատ լինի։ Իսկ հիմա հողի վրա դուք թքել կպցնելով սենց ասած ասֆալտ եք անում։